Բարև ձեզ։ Շնորհակալ եմ իմ հրավերին արագ արձագանքելու եւ այստեղ ներկա գտնվելու համար։ Վստահ եմ, որ բոլորդ տեղեկացված եք Լեռնային Ղարաբաղի շփման գծում ստեղծված իրավիճակի մասին։ Եհական պետությունների դեսպաններին այստեղ հրավերելու նպատակը ձեզ առաջին ձեռքից տեղեկատվություն փոխանցելն է։ Ինչպես գիտեք, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում ադրբեջանական կողմը նախապես մշակված սցենարով դիմել է աննախադեպ սադրանքի Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով, իրականացնելով լայնածավալ մարտական գործողություններ, կիրառելով սպառազինությունների ողջ համալիրը, այդ թվում զրահատեխնիկա, ծանր հրետանի և օդուժ։ Առաջին իսկ ժամերից հակառակորդի թիրախ են դարձել նաև քաղաքացիական անձիկ։ Իրենց դպրոցի բակում զոհվել և ծանր վիրավորվել են երեխաներ։ Իրենց տներում վայրագաբար սպանվել են տարեց մարդիկ, խաղաղ բնակիչներ, այդ թվում 92-ամյա բնակչուհի։ Եվ դա արել է այսպես կոչված Ադրբեջանի դիվերսիոն հետախուզական խումբը, որտեղ Ադրբեջանի զորատեսակները որևէ բնակավայր չեն մտել։ Ճիշտ է, այդ խումբը դեպքից անմիջապես հետո ոչնչացվել է, բայց փաստը մնում է փաստ։ Այդ կադրերը երեկ հայտնվեցին նաև լրատվամիջոցներում։ Նայեք այդ կադրերը ու համադրեք դրանք հանդուրժողականության կղզյակ Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պաշտպանելու մասին հարևան պետության ղեկավարի պարբերաբար հնչեցվող խոսքերի հետ։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավար գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ։ Նման մասշտաբի գործողություն չի գրանցվել 1994 թվականի զինադադարի հաստատումից ի վեր։ Հարձակողական սադրիչ գործողություններն ադրբեջանական կողմից վերսկսվել են հաջորդ օրն առավոտյան և շարունակվում են մինչև այս պահը։ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը, օգտագործելով հրթիռահրետանային կայանքներ և հրանոթներ։ Այսպես կոչված միակողմանի զինադադարի հայտարարումից հետո ադրբեջանական զինված ուժերը շարունակել են իրենց ակտիվ գործողությունները շփման գծում, ինչպես նաև հրետակոծել են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը։ Հայաստանի Հանրապետությունը, որպես 1994 թվականի զինադադարի համաձայնագրի կողմ, շարունակելու է լիարժեքորեն կատարել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման իր պարտականությունները։ Ավելին, ես հրահանգել եմ արտաքին գործերի նախարարությանը աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Եվ այստեղ պետք է նշեմ, որ մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե իրոք ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մարտական գործողությունների հետագա սաստկացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի և անդառնալի հետևանքների, ընդհուպ լայնածավալ պատերազմի։ Սա բնականաբար կազդի ոչ միայն հարավկովկասյան, այլև եվրոպական տարածաշրջանի անվտանգության ու կայունության վրա։ Ակնհայտ է, որ թե ռազմական գործողությունների դադարեցումը և առհասարակ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը բխում են նաև եվրոպական երկրների շահերից։ ԵԱԿ-ին, որպես Եվրոպայի անվտանգության ապահովման երաշխավորման գործում առանցքային դերակատարություն ունեցող կառույցի այս հարցում առանձնակի դեր է վերապահված։
Ցավոք հայկական կողմի բազմաթիվ կոչեր այն, որ Ադրբեջանը վաղ թե ուշ գերի է դառնալու հայատյացության իր իսկ հռետորաբանության նոր զինված արկածախնդրություն է սանձազերծելու եւ պետք է հնարավոր միջոցներով զսպել ագրեսորին, չտվեցին ցանկալի արդյունք։ Երբ Ադրբեջանը հպարտանում էր մեծաքանակ սպառազինությունների ձեռքբերումներով, միջազգային հանրությունը լուռ էր կամ գրեթե լուռ էր, երբ ամենաբարձր մակարդակով հայտարարվում էր ռազմական ճանապարհով խնդիր լուծելու մասին, միջազգային հանրությունը գրեթե լուռ էր։ Երբ Ադրբեջանը վարկաբեկում էր ԵԱԿ Մինսկի խմբի գործունեությունը եւ հրաժարվում վստահության ամրապնդման մեխանիզմներ ստեղծել, միջազգային հանրությունը կրկին լուռ էր, ու այսօր էլ լուռ է, երբ Ադրբեջանը կիրառում է իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր զինատեսակները, գնդակոծում խաղաղ բնակչությանը։ Իմջալոց պետք է ասեմ, որ ընդամենը րոպեներ առաջ առաջին անգամ ադրբեջանական զինված ուժերը կիրառեցին ծանր հրանետ։ Ռուսերեն բառը ագեմյոտ է կոչվում եւ դրա տիպը զինատեսակը կոչվում է TOS-1, TOS-1։ Իսկ երբ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հակազդում է իրեն անգամներ գերազանցող Ադրբեջանի բանակին, նրանք կոչ են անում ցուցաբերել զսպվածություն։ Ես 3 ուղերձ ունեմ ձեզ, որոնք ուզում եմ, որ փոխանցեք ձեր մայրաքաղաքներ։ Առաջին, Ադրբեջանի արտգործնախարարության, ինչու միայն արտգործնախարարության, Ադրբեջանի նախագահի խոսքից էլ էր դա երևում, եւ այլ պաշտոնական աղբյուրների կողմից հրապարակավ հայտարարվել է, որ ինչ որ նպատակներով, միգուցե իրենց համար հասկանալի, բայց մինչև օրս տեղի ունեցող գործընթացների մեջ որևէ կերպ չտեղավորվող պատճառներով, հենց Ադրբեջանն է նախահարձակ եղել։ Իրենց բացատրությամբ Ադրբեջանը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա, որպեսզի լուծի խնդիրներ, որոնք ենթադրվում է, որ պետք է լուծեին ԵԱԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների միջոցով։ Մենք տարածաշրջանային խաղաղությամբ մտահոգ բոլոր կողմերից ակնկալում ենք ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ բացատրության հստակ պահանջ Բաքվից։ Վերջին օրերին հնչեցին բազմաթիվ երկրների ու միջազգային կառույցների ղեկավարների իրավիճակի շուրջ մտահոգություններ արտահայտող ուղերձներ, խաղաղության հաստատման կոչեր ու հայտարարություններ։ Դրանք արդյունավետ չեն այնքան ժամանակ, հենց այդ պատճառով էլ ասում են, որ միջազգային հանրությունը լուռ էր, քանի դեռ ուղղված չեն ռազմական գործողություններ հրահրած կոնկրետ հասցեատիրոջը եւ չեն նախատեսում հետևանքներ դրանց անտեսման համար։ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը կողմ են, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները եւ խստորեն պահպանվի 1994 թվականի զինադադարի ռեժիմը եւ որ հայկական եւ ադրբեջանական զորամիավորումները վերադառնան մինչեւ 2016 թվականի ապրիլի 1-ն իրենց զբաղեցրած դիրքերն ու զորանոցները։ Զինադադարի պահպանման համար անհրաժեշտ է, որ ԵԱԿ-ն հանդես գա կայունացնող միջոցներով, որոնք այս պայմաններում պետք է լինեն նախ եւ առաջ զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի շտաբ ներդրումը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ԵԱԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչի մոնիտորինգային կարողությունների զգալի ավելացումը։ Հակամարտության գոտում անհրաժեշտ է նաեւ ավելացնել զինադադարի խախտումներն արձանագրող ԵԱԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչի դաշտային օգնականների քանակը։ Երկրորդ,
Ես բազմից խոսել եմ այն մասին, որ որևէ հակամարտություն կարգավորելու հարցում, հատկապես ինքնորոշման իրավունքի համար պայքարող ժողովուրդների ճակատագրին վերաբերող հակամարտությունների դեպքում անհրաժեշտ է վերացնել հակամարտության պատճառը եւ հետո միայն անցնել դրանից բխող բոլոր կարգավորումներին։ Հայկական կողմը եւ դրա մասին քաջ տեղյակ են Մինսկի խմբի համանախագահները եւ այստեղ նստած այդ երկրները ներկայացնող դեսպանները երբեք չի հրաժարվել հակամարտության կարգավորման ուղղված տրամաբանական փոխզիջումներից, բայց դրանց մասին իմաստ ունի խոսել միայն այն ժամանակ, երբ կլուծվի հակամարտության բուն պատճառը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կազատվի կրկին գաղութացվելու վտանգից։ Ոչ ոք չի կարող պարտադրել մի ժողովրդի ապրել այնպիսի պետության կազմում, որը չի արտացոլում այդ ժողովրդի իղձերն ու արժեքները։ Երրորդ, Ադրբեջանի հերթական լկտի պահվածքի վերջին դրսևորումներից մեկն էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն էր, որում ասվում էր, թե իբր մարդասիրական քաղաքականությունից ելնելով Ադրբեջանը միակողմարեն դադարեցնում է պատասխան գործողությունները թշնամու նկատմամբ եւ սկսում կյանքի կոչել ազատագրված տարածքների պաշտպանության ամրապնդման ծրագիրը։ Ես ձեզ հավատացնում եմ, որ որևէ տարածք ադրբեջանցիները չեն ազատագրել եւ այս պահին ողջ շփման գծի երկայնքով ընդամենը մի փոքրիկ հատված հարավում եւ մի փոքրիկ հատված հյուսիսում, որ հույս ունեմ մինչեւ մեր շփումն ավարտենք, այլևս այդ հատվածը հյուսիսում չի լինի, ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները, տալով ամեն մետրի համար մեկից ավելի զոհ։ Պարզ է չէ, որ սրանով Ադրբեջանը կրկին մոլորեցնում է միջազգային հանրությանը եւ փորձում ստեղծել նախադրյալներ իր կողմից սանձազերծված ռազմական գործողությունները եւ դրանց հետագա շարունակությունը քողարկելու համար։ Որևէ այսպես կոչված նոր միակողմանի զինադադարի մասին խոսք լինել չի կարող, քանի որ Ադրբեջանի կողմից ստորագրված 1994 թվականի զինադադարի եւ 1995 թվականի զինադադարի ամրապնդման եռակողմ անժամկետ համաձայնագրերն ուժի մեջ են եւ Ադրբեջանը ոչ թե որպես բարի կամքի դրսեւորում, այլ որպես միջազգային պարտավորություն պետք է հետևի այդ փաստաթղթի տառին եւ ոգուն։ Իմիջիալոց կարծում եմ, որ այստեղ մեծ դեր ունեն այն ժամանակվա միջնորդները, որոնք իմ կարծիքով հանդիսանում են նաեւ զինադադարի ռեժիմի պահպանման երաշխավորներ։ Այդ փաստաթղթի կողմ է Լեռնային Ղարաբաղը, եւ Ադրբեջանը պետք է սկսի ուղիղ խոսել Ղարաբաղի իշխանությունների հետ, անկախ նրանից հավանում է ղարաբաղցիներին, թե ոչ։ Ավելին, կարծում եմ, որ զինադադարի խախտման յուրաքանչյուր դեպք պետք է դառնա մանրամասն ուսումնասիրության եւ գնահատականի առարկա, քանի որ դա է արդյունավետ բանակցային գործընթացի գրավականն ու շարժառիթը։ Որպես ԵԱԿ անդամ երկիր, Հայաստանն անհրաժեշտ է համարում կոչ անել ԵԱԿ բոլոր անդամ երկրներին լինել սկզբունքային իրենց դիրքորոշումներում։ Եթե արկա է կամք եւ ցանկություն շտկել իրավիճակը, ապա հարկավոր է գործում քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ եւ պարտադրել Ադրբեջանին հարգել 1994 թվականի զինադադարի ռեժիմը։ Եվ վերջում, ԵԱԿ մասնակից երկրներից մեկը Թուրքիան, որը հաճախ հիշեցնում է իր Մինսկի խմբի անդամակցության մասին,
Հանդես է գալիս տարածաշրջանում մեծ պատերազմ հրահրելու դիրքերից եւ բացահայտ քաջալերում է ադրբեջանական ղեկավարության արկածախնդիր քաղաքականությունը։ Ադրբեջանը պարծենում է իր իբրև թե արձանագրված հաղթանակով, իսկ Թուրքիան շնորհավորում է նրան դրանում։ Մինչ միջազգային հանրությունը դատապարտում է ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում, թեև միայն խոսքերով, Թուրքիան միակն է, որ աներկբա աջակցություն է ցուցաբերում ադրբեջանական արկածախնդրությանը։ Անկարայի կողմից այս իրավիճակից առաջ եւ հետո կատարած հայտարարությունները, որոնցով այդ երկիրը կարծես թե իր հակահայկական մոտեցումներով փորձում է մրցակցության մեջ մտնել Ադրբեջանի հետ, կարող են ձևավորել տարածաշրջանային լարվածության նոր օջախ, ինչի փորձը Թուրքիան ունի մերձավոր արևելքում։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միջնորդների թվում տեսնել Թուրքիային, այսօր հասկանում են, որ արյունակցական անվտանգության մոտեցում որդեգրած այդ երկրին պետք է ընդհանրապես հեռու պահել Ղարաբաղյան կարգավորման գործընթացից։ Ամփոփելով խոսքս, ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել ձեզ ներկայության համար եւ հույս հայտնել, որ հանուն համաեվրոպական անվտանգության ու խաղաղության իմ ուղերձն ու մտահոգությունները դրական արձագանք կգտնեն ձեր մայրաքաղաքներում։ Շնորհակալ եմ եւ եթե հարցեր ունեք, պատրաստ եմ պատասխանելու ձեր հարցերին։